Բարև ձեզ։ Օրեր առաջ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը դատապարտվեց ազատազրկման 2 տարի ժամկետով։ Գնահատականները հակասական էին հասարակության շրջանում, սակայն ուշագրավ էր ՀԿ սեկտորի պահվածքը։ Հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք զգալի դրամաշնորհային ծրագրերից են օգտվում միջազգային տարբեր կազմակերպություններից, մեր երկրում ժողովրդավարությունն ամրապնդելու, մարդու իրավունքներին հետևելու, իրավապաշտպան գործունեությամբ զբաղվելու, խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվելու համար տեղի ունեցածի վերաբերյալ որոշեցին կամ լռել, կամ չափազանց զգուշավոր հայտարարություններ անել։ Ինչու՞։ Ոմանք օրինակ գտան, որ պատժաչափն անհամաչափ է, կարելի էր ավելի մեղմ վարվել։ Սա նշանակում է ընդունել այն, որ թեմի առաջնորդն այնուամենայնիվ պետք է ենթարկվեր պատասխանատվության։ Իրավապաշտպանության առաջամարտիկ հռչակված մի շարք կազմակերպություններ առհասարակ պահպանեցին խորհրդավոր լռություն։ Գալան գրավոր հարցում է ուղարկել Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների հետևյալ հարցադրմամբ. Քաղաքական բանտարկյալ համարում եք արդյոք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանին։ Խնդրել ենք նաև հիմնավորել պատասխանը։ Ներկայացնում ենք շարքը, թե մեր թիմը որ կառույցներին է տեղեկատվության գրավոր հարցումներ ուղարկել։ Եվ այսպես սպասում ենք արձագանքների հետևյալ հասարակական կազմակերպություններից. Դանիել Յոհաննիսյան, Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպություն, Ստեփան Գրիգորյան, գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն հասարակական կազմակերպություն, Հովսեփ Խուրշուդյան, Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպություն, Արթուր Պապյան, Երևանի մամուլի ակումբ, Ստյոպա Սաֆարյան, միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ հասարակական կազմակերպություն, Լևոն Բարսեղյան, ժուրնալիստների ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն, Աշոտ Մելիքյան, խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Արեգ Քոչինյան, անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն հասարակական կազմակերպություն, Արթուր Սաքունց, Հելսինքյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Լուսինե Հակոբյան, Իրավունքի Եվրոպա միավորում հասարակական կազմակերպություն, Գայանե Աբրահամյան, Հանուն հավասար իրավունքների կենտրոն հասարակական կազմակերպություն։ Շարքը շարունակելի է, կլինեն նաև այլ հասարակական կազմակերպություններ, որոնց մենք առաջիկայում կուղարկենք գրավոր հարցում, սպասում ենք արձագանքներին եւ ստանալուն պես պատրաստ ենք հրապարակել դրանք։ Այսքանը, կհանդիպենք։